Պարոն Քոչարյան, օրերս տեղի ունեցավ պետարավական հանձնաժողովում նիստ, որտեղ քննարկվում էր թեման, թե արդյոք պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի ձեր վարքը։ Քննիչ չէ, էթիկայի։ Էթիկայի հանձնաժողով, այո, պետք է ստեղծվի, արդյոք ձեր վարքը ուսումնասիրելու համար ինչու չստեղծվեց, պարոն Քոչարյան, ավելի լավ չէ լինի ստեղծվեր, փակ նիստով քննարկվեր, քննվեր եւ ընդհանրապես այսպիսի իրավիճակներ հետո կհարթվեին։ Եվ պարոն Քոչարյան, ավարտեմ եւ նաեւ լրագրողների վարկները այդ դեպքում շատ բողոքներ կան, քննվեր կհասկանային ով է ճիշտ, ով է սխալ, ինչու չստեղծել այդ հանձնաժողովը։ Բան եք ասում, որ ամեն ինչ կարելի է քննել, բայց որովհետեւ ամեն ինչ կարողանանք քննել, պետք է հասկանանք ինչ իրավիճակ է ստեղծվել այսօր Հայաստանում իշխանության բոլոր թևերի մեջ եւ 4-րդ իշխանության հետ հարաբերությունների մեջ։ Նայեք 4-րդ իշխանությունը որպես իշխանության մարմին իրենք իրենց դրել են շատ արտոնյալ վիճակում եւ իշխանության մյուս բոլոր թևերի կրողներին ըստ էության վերաբերվում են որպես բացառիկ իրանք իշխանություն նրանց հետ հարաբերությունները ձևավորելու եւ իրենց պահանջները դնելու տեսանկյունից։ Երբ որ պետքա լինեն, եթե իշխանությունը մյուս 3 թևերի հետ պետք է լինեն շատ այլ ուրեմն ձևավորված հարաբերություններ, իրավական է դուրում։ Տեսեք, մյուս իշխանության թևերը ունեն օրենքով նախատեսված գործառույթներ եւ դրանք իրականացնում են։ Եւ 4-րդ իշխանությունը ժամանակի ընթացքում իրենց դրել է արտոնյալ վիճակում եւ ինչ ուզում անում են։ Բայց 4-րդ իշխանությունը ֆորմալ իշխանություն չի, պարոն Քոչարյան, եւ չունի այն նույն օրինակ, չգիտեմ, բայց հենց այդտեղ մենք խնդիր ունենք։ Մենք այդտեղ խնդիր ունենք 4-րդ իշխանությունը, որպեսզի ինքն էլ ունենա պատասխանատվություն իր արածի եւ իր հնչեցրածի հետ կապված, ինքն էլ պետքա ունենա օրենքով կարգավորվող ուրեմն իրավա հարաբերություններ։ Դա մեն բացն է, որը այդպես էլ մենք չենք կարողանում լուծում գտնել, անդադ ասում ենք, որ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն ենք, աշխարհի ամենաես ենք, ինչպես ժամանակին ասում ենք, աշխարհի ամենամարտունակ բանակն ենք, չէ։ Այս հարաբերությունները պետք է կարգավորվեն եւ ամենացայտուն տեսանելի շոշափելի այդ իշխանության մեջ հայտնված լրագրողները, որոնք նաեւ դիմումով դիմել էին այդ հայտնի միջադեպի ժամանակ հանրապետության վարչապետին խմբակցություններին ստորագրահավաք են 166 ստորագրություն, բայց այդ 166 ստորագրությունը էպսի տպավորություն է, որ մի կետից կառավարող ստորագրություններ են, որտեղ այնտեղ պարզ չի, ասենք թե Միացյալ Նահանգներում գտնող ինչ-որ լրագրող ինչից է դժգոհում, հասկացել է ինչա տեղի ունեցել այդ օրը։ Հիմա դուք ասում եք հանձնաժողով պետք է դրա համար այդ էթիկայի հանձնաժողով կստեղծվի կհասկանայի ինչա տեղի ունեցել։ Ես հիմա գալիս եմ դրան։ Էթիկայի հանձնաժողովի պահանջ են դրել, բայց իրենց իրավաբանները, նույն Հայաստան խմբակցության եւ Պատերազմ խմբակցության ճիշտ չէին հասկացել ընդհանրապես այդ հանձնաժողովը ոնց է ձևավորվում։ Իրենք կարծում էին, թե այդ հանձնաժողովը օրենքի ուժով, ինչպես քննիչ հանձնաժողովները, եթե ունես պարլամենտում որոշակի ձայներ, դու կարող ես այդ հարցը դնես եւ ավտոմատ ստեղծվի այդ քննիչ հանձնաժողովը։ Դա այդպեսի իրավակարգավորում չկա կանոնակարգ օրենքի համապատասխան։ Եվ հետո երբ որ գիտակցեցին, որ հանձնաժողովը քննիչ հանձնաժողովի ձևաչափով չի ստեղծում, այլ կարա ստեղծվի զուտ էթիկայի հանձնաժողով կոնկրետ ինչ-որ դրվագ քննելու համար, բայց դրանից ամեն 1 ամիս առաջ նաև միջազգային մեր գործընկերների առաջարկով եւ պահանջով ազգային ժողովը ձեռնմուխ էր եղել ստեղծել մշտական գործող էթիկայի հանձնաժողով։ Այո։ Հիմա երբ որ դա մեր արժևում է, երբ որ անցյալում մենք ունեցել ենք բազմաթիվ դրվագներ բոլորի հետ կապված եւ առանձնացնել մի դրվագ եւ դա դարձնել թիրախային գործողությունների հնարավորություն, դա կներեք շատ անթույլատրել է այն առումով իմ համար եւս այն առումով, որ նախ պետք է հասկանալ ինչա տեղի ունեցել, իսկ իրականում տեղի ունեցել այն, ինչի մասին ես իմ Facebook-յան էջում արել եմ գրառում, ընդ որում որպեսզի դա ավելի հասկանալի լինի, թե ինչ ի նկատի ունեի այդ արտահայտությունը հնչեցնելուց, տվել եմ նաև բացատրություն 18 ամսից, համայնքով եմ բացատրել, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում, չէ, Քոչարյան Անդրանիկ, եթե հիշում եք նիստի ժամանակ հարցը ներկայացնող Թագոյի Թոմասյանը ոչ թե ինձ թվում է բան էր տալի, այլ ես հաշվել եմ 20 թե 30 քանի անգամ հնչեցրել է իմ անունը։ Այսինքն ձեզ թիրախի մեջ տակ են վերցել։ Բնականաբար այս առաջի անգամ չի, իհարկե։ Եվ այնպես թիրախի տակ իրենք պատրաստ են վերցնել ցանկացածին, որովհետև եթե լրատվական, հա, իրենց գործիքակազմը դնենք մի կողմ, քաղաքական դաշտում նույն իշխանությունում, հա, պարլամենտական ուժերը որևէ անելիք չունեն։ Փողոցում միշտ անհաջողություններ, քաղաքական օրակարգ չունեն եւ հիմա օրակարգը բերում են լրատվամիջոցների հետ մեկտեղ
իշխանություններին անհատապես իշխանություն կրողներին տարբեր մարդկանց, հա, թիրախավորելով փորձում են իշխանությունների վարկաբեկել։ Գուցե այդպեսի առիթ չտալ իրենց, պարոն Քոչարյան, ուղղակի։ Առիթը խր, այսպես է։ Հիմա ամեն խոսքից պետք է ասել, որ իրենք առիթավորվեցին, մենք առիթ տվեցինք։ Բայց ես ընդհանրապես ասել եմ մի խանգարի արի առաջ։ Երբ որ ինքը շարունակում էր խանգարել, ես նամեն ասել եմ, հնչեցրել եմ այն տեսակետը, որը հնչեցրել էր նաև իրենց սիրելի հոգևորականը։ Հիմա հոգևորականը ասում է, ես ուրիշ բան եի ասում։ Կներես, ես էլ եի ուրիշ բան ասում։ Ներողություն խնդրել։ Ինչից։ Եթե ներողություն խնդրել ինչի են ինձանից նեղանում։ Ինքը նաև ներողություն խնդրել իմ ասածի համար, չէ՞։ Ինքը ես կրկնել եմ իր ասածը, ավելի հոգևոր հա ձևակերպումով շփթունքների մակրության։ Եթե ինքը ներողություն խնդրել իր արտահայտությունը, որը ես մեջ բերել եմ, ուրեմն ներողությունը հնչեցված է։ Ինչից են նեղացել, ինչ են հասկացել իմ ասելուց մեր ստորագրություն դնող լրատվամիջոցներ եւ առավել եւս Տիկին Թագուհի Թոմասյան։ Անցնենք առաջ, պարոն Քոչարյան, դուք քննիչ հանձնաժողովն հիշատակեցիք։ Ասում են օրենքի խախտումով եք զեկույցը։ Եթե օրենքի խախտում լիներ, ասեմ ձեզ, եթե օրենքի խախտում լիներ, հիմա ինձ գիտեք ինչ էին արել։ Ինչ էթիկայի հանձնաժողով, հիմա ինձ արդեն կախել էին առաջի պատահած ծառից, այդպեսի բան չի կարելի։ Պարզապես իրենց իրավաբանները այդպես էլ օրենքը կարդում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Իսկ ես երբ որ բացատրեցի կանոնական օրենքի իրական բովանդակությունը, գաղափարախոսությունը, քննիչ հանձնաժողովի հատկապես պաշտպանության եւ անվտանգության, իրենք ձեռներ կտրեցին։ Բայց անդադ մտածում էին ինչի չկա, վերջերս էլ անդադ ինչ որ ձև ուզում էին օր առաջ ունենային ամբողջ մեր կատարած աշխատանքի բովանդակությունը։ Ինչու՞ ցեկել, պարոն Քոչարյան։ Չեմ ցեկել։ Ինչ տարբերություն այսօրվա եւ սեպտեմբերի 27-ի հետ։ Սեպտեմբերի 27-ը, սեպտեմբերի 27-ը։ Հատա ուղղակի խորհրդանշական այդ օրը ընտրվել է դրա համար։ Նաև խորհրդանշական է, բայց այս ընթացքում այնպես չի, քննիչ հանձնաժողովը փաստերի հավաքագրման առումով ժամկետը լրացրել է եւ ինչ փաստեր կար, բայց պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը մշակում է։ Բնականաբար, ինչու, որովհետեւ հենց այնպես չի, որ մեր հանձնաժողովին երկու դեմքով է դրված կանոնական օրենքի մեջ։ Մյուս հանձնաժողովները իրավասության պաշտված չեն։ Եվ ամենակարևորը օրենքի պահանջն է։ Հանձնաժողովը պետք է ներկայացնի որակյալ զեկույց։ Ինչ է նշանակում դա, որ որակյալ զեկույցի պահանջը ամենակարևոր պահանջն է։ Այնպես չի, որ անմիջապես բերենք դնենք եւ ձևական բանը չէ, որակյալ զեկույցը դա պետք է, որպեսզի դասեր քաղենք եւ մեր թերությունները վերացնենք։ Եվ մենք ունենք այդ հնարավորությունը, դեռ էլի ժամանակ ունենք երկար, ուրեմն այս խնդիրը ավելի բանանելու, բայց ես կարծում եմ այլ որևէ մենք ճշտելու ոչինչ չունենք։ Բոլոր մարմիններից այն տեղեկատվությունը, որ մենք ունենք, այն վերլուծությունները, որ մենք արել ենք, այն աշխատանքով, որ մենք արել ենք, նաև լսելով տարբեր պաշտոնյաների մարդկանց այն ծավալուն փաստաթղթերը, որ մենք ուսումնասիրել ենք, դա բավարար է, որպեսզի հենց սեպտեմբերի 27-ից եկող հաջորդ երկու օրվա ընթացքում զեկույցը ներկայացվի, զեկույցը կլինի փակ եւ հիմա տեսեք, անդադ գոռում էին, տեսա որպեսզի շատ այսպես աղմուկ չսարքեն, նորից մեկ բաժակ ջրում ուզում էին փոթորիկ սարքեին, ոնց որ ասենք թե ցեղասպանության հարցով տեսակ ինչ արեցին նույն ստորագրություն դրած լրագրողները բանում ծիծեռնակաբերդում։ Դա էթիկայի խնդիր չկար այդտեղ։ Տիգրան Մանսուրյանին կարելի էր այդպես անել։ Պարոն Քոչարյան, զեկույցից չշեղմենք, փակ եւ բաց մասեր լինելու, ինչ որ բան հրապարակվելու է, մենք քաղաքացիներս, որոնք իրավունք չունենք փակ մասին ծանոթանալ, մենք կհասկանանք, պարոն Քոչարյան, մոտավորապես կշոշափենք ինչի մասին է իրաք փակը։ Ես ասեմ, ես զեկույցը երբ որ կներկայացնեմ, ես առաջարկելու եմ եւ դա փորձաքննության արդյունքում էլ այդպիսի պահանջ կձևավորվի փակ, որտեղ այնտեղ գաղտնիության շատ մեծ ավելին է, քան թե քարոզիա պատերազմի ժամանակ մեր ձեռք բերված տեղեկատվությունը։ Բազմաթիվ դա փակ կլինի։ Զեկույցը, որը 200 էջից ավել է, ծավալուն, հա, էլ չեմ ասում նրան կից վիդեո եւ աուդիո եւ փաստաթղթային բաները, հավելումները հսկայական ծավալ են։ Դրանք ներկայացնելուց հետո ըստ կանոնական օրենքի պահանջի մենք կդնենք առաջի բաժին եւ բնականաբար
պատկան մարմինները կունենան հնարավորություն ծանոթանալ քննչական մարմինները, ազգային օգտագործության մարմինները, հատուկ ծառայությունները, բոլորը կունեն հնարավորություն այդ զեկույցի ձեռք բերած տվյալների ծանոթանալու։ Ինչի է կարևոր է զեկույցը, որտեղ առանձին մարմիններում առանձին դրվագներ կան, բայց քննիչ հանձնաժողովը կարողացավ համախմբի ամեն ինչ այստեղ։ Եվ մի ձեռքբերում էլ ֆիքսենք, որ այնուամենայնիվ ոչ ընդդիմությանը եւ որևէ մեկին չհաջողվեց որևէ ձև արտահոսք ունենա մեր կատարած աշխատանքի վերաբերյալ։ Դա ես համարում եմ ձեռքբերում, հիշում եք, միշտ ինչ որ թերթեր կային, որոնք գրում են, նույն Թագուհի Թոմասյանի թերթը։ Մեր ունեցած տվյալներով, մեր աղբյուրներով, պարզվեց օրենք, որ այս ձևաչափի մեջ աղբյուր չունեն։ Ենթադրություններ կարային անեն, որ այստեղ, եթե մարդ են կանչի, կարող է այս հարցերը լսած լինեն։ Նույնիսկ ընդդիմությունը, որը չգիտես ինչի, չցանկացավ մասնակցի եւ դա ի վնաս իրենց էր, որովհետեւ սա բացառիկ հնարավորություններ, եթե շահագրգռված էին մեր անհաջողությունների ամբողջ ծավալին ծանոթանալու, սա այն հարթակն էր, որից բացակայելը պարզապես անթույլատրել էր։ Իրենք բացակայեցին։ Հիմա մեղադրում են, բա ինչի եք ուշացնում, գայեք, ծանոթ լինեիք եւ մենք այդտեղ խնդիր չենք տեսնում։ Հիմա կարող ենք գալ ծանոթանալ։ Դալիճում։ Պարոն Քոչարյան, հիմա դա է ուզում հասկանալ, երբ որ փակ է լինելու ամեն ինչ, բաց ինչ որ մաս կան մարդիկ, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն, նրանք դալիճում չեն լինի։ Օրինակ Սերյան Օհանյանը չի կարող լինի։ Հասկանալի։ Մենք ոչ գաղտնիության թույլտվություն չունենք, սովորական քաղաքացի։ Դիմեք ստացեք։ Չէ, սովորական քաղաքացին, պարոն Քոչարյան, ընդհանրապես հասարակությունը այդ զեկույցից հետո բաց մասը, ինչ որ մաս բացել չէ լինելու, դրանից ինքը շոշափելու է մոտավորապես հասկանալու է, թե ինչից էր, ով էր մեղավոր, ինչու էինք թերացել, այդ հնարավորությունը ստանալու մոտավորապես։ Մեր զեկույցը ներկայացնելուց հետո բնականաբար ես որպես հանձնաժողովի նախագահ, մեր հանձնաժողովի անդամները, որոնք գիտեն եւ ստորագրում են, որ ինչ գաղտնիության հետ կապված ինչ թույլատրելի, ուրեմն եւ ոչ թույլատրելի պետական գաղտնիքի մասին օրենքին համապատասխան իրենք կարող են խոսույթ օգտագործեն։ Բնականաբար ինչ որ բաներ խոսենք։ Տեսեք, նույնիսկ Տրամպ եկավ իշխանության, մինչև մի խոստացել է Ամերիկայի համար կարևորագույն գործը դարձն հասարակության համար հասանելի դարձնել գաղտնազերծի Քենեդի սպանությունը մինչև հիմա չեն կարողանում, քանի տասնյակ տարիներ անցել, բայց դա չի նշանակում, որ այնտեղ այդ ծավալի գործը պետք չէր Միացյալ Նահանգներին եւ պետական ինստիտուտներին։ Մեզ էլ է պետք եւ Քարոլյան եւ 44-ը, որովհետեւ մենք հասկանայինք բանակաշինությունը, որտեղ ենք թերացել եւ մեծամտությունը որտեղից հասկացել եւ մենք ինչ պետք է անենք։ Եվ այն օրենքները, որ մենք ընդունեցինք 44-րդ պատերազմից հետո, դա խոսում էր, որ մենք շատ բաներ գիտակցելով գնում ենք առաջ։ Փակում ենք այդ բացերը։ Բայց այսօր մեկ ասում են, որ բանգաբութուլկեքին փոխարինել են ամրոցները, ես ինչի նկատի ունեմ։ Բայց որ մեկ բավոր ուրիշ բաներ ասեն, որը անթույլատրել է, որ այսօր խոսեմ, եւ ես չեմ խոսի, բայց ես ունեմ չէ, ներքին հպարտություն, որ մեր իշխանությունների օրոք այնպիսի ծավալուն աշխատանքներ են կատարվել տարբեր ուժային ոլորտներում, որը չի կարող հետևանք չթողի։ Օրինակ, կառավարության ծրագրի շրջանակներում հիշում եք, ընդդիմությունը այսպես գնդացիրի դրած կրակում էր, որ ոչ մի բան չի ստեղծվել, գործարաններ չկան, փակված են։ Հիմա ես կարայի չէ։ Համբույց չենք արտադրում ասվում էր։ Եվ ճիշտ ես կարայի չէ, հելնեի ասեի, փակեք նիստը, կամ Փաշինյան կար ասե, փակեք, ես հիմա ձեզ տեղեկատվություն կտամ, թե որտեղ ենք հաջողել։ Ընդ որում իրենց էլ տրվել է հնարավորություն եւ պաշտպանության նախարարի կողմից եւ ռազմաշինաբերության ղեկավարի կողմից, որպեսզի գան եւ ծանոթանան այն աշխատանքների հետ, որը խիստ գաղտնի է։ Ընդ որում վերջի անգամ մի քանի օր առաջ, երբ որ մենք գտնվում էինք մի կառույցում, բոլորին տրվել էինք հրավեր, մասնակցել է միայն Գառնիկ Դանիելյանը։ Ուր էին բանդիմության մեջ ներկայացուցիչները։ Ինչու չեն գալիս, պարոն Քոչարյան։ Որտեղ իրենք չեն ուզում առերեսվեն իրականության հետ, որով պիտի հպարտանան։ Այսինքն որովհետև հետո չեն կարողանա շահարկել։ Որովհետև հետո չեն կարող շահարկել։ Բոլորին տրվել է հնարավորություն գալու, բոլորին։ Մենակ մեր հանձնաժողովը չի։ Ընդ որում ես գնահատում եմ պարոն Հարապետյանի հետ քայլը, սա երկրորդ անգամ է։ Եվ Մխիթար Հարապետյանի մասին է։ Իսկ Սուրեն Պապիկյանը միշտ տվել է հնարավորություն, որ գաք եւ տեսնեք նաեւ մեր առաջնագծի շինարարական աշխատանքների լրագրողներ եւ դուք ինչ եք կարծում լրագրողները կարողացան ճիշտ ներկայացնել մեր հասարակությանը այն
Ինչը որ կարելի է եւ ներկայացնել, չեն արել, չէ՞։ Բայց հիմա դուք ինձանից պահանջում եք գախն ինչ։ Թույլ է չի տրվում, ասում մի նկարեք, մի խոսեք։ Չէ, մի նկարեք, բայց կարող խոսեք։ Ինչի Կարինե Խոդիկյանը կարա խոսի, երբ որ գրողների հետ եղել էր այդպեսի մի տարածքում։ Ընդ որում գրողներ, որոնցից մի մասն նաև դաշնակցության ներկայացուցիչներ են։ Նրանց թոքերը լցվել է հպարտությամբ։ Այդ ո՞նց արնում։ Լավ, այս քաղաքական դաշտում չեն հասկանում, որ կա մի բան, որը բոլորիս համար ամենակարևորն է, դա անվտանգությունն է։ Ապակուսակցական է։ Ապակուսակցականը ամենակարևորն է, բայց փակ նիստերում ասում եմ ձեզ, այնշի որ իրանք ակտիվ չեն։ Եվ վերջերս էլ, եթե հիշում եք, մենք օրինագիծ ունենք սերժանտական համակարգի հետ կապված, առաջին ընթերցման, բայց այնտեղ խնդիր կար։ Մեր գործընկերները ընդդիմության ասին, որ մենք հենց լավ չենք հասկանում, այնպես չի որ մենք էլ փայլուն մեր հանձնաժողովի մյուս անդամները փայլուն հասկանում ենք, հարագից եկուցողը նաև մեր գործընկեր Վահագն Ալեքսանյանն էր, բայց մենք գիտենք, որ սերժանտական համակարգի մեջ է բանակի կառավարելիության մակարդակի բարձրացումը, բայց դրա մասին այսպես ծավալուն քննարկում չենք ունենա, մենք որոշեցինք, որ եւ նախարարին եւ գլխավոր շտաբի պետին մենք առաջարկեցինք, որ մենք աշխատանքային քննարկում կազմակերպենք եւ գլխավոր շտաբի պետի տեղակալը գա ներկայացնի քայլերի հաջորդականություն։ Շատ հաջողված աշխատանքային քննարկում։ Ընդդիմությունը աշխատեց։ Մի հոգի եկավ։ Բան Չէ, բայց այդ էլ կարևոր էր, որովհետեւ ես ձեզ ասեմ, այն ինչը որ հիմա արդեն դրված է, մեր կարևորագույն ռեֆորմներից մեկն է, որի մասին պետք չէ անդադ հրապարակային խոսել։ Էլի եմ ասում, դասեր քաղել չի նշանակում ամեն օր հելնել Facebook-ում դնել բաներ, որը անթույլատրել է։ Վերջերս էլ տեսնում եմ Հայաստանը մոտ է, Հնդկաստանից, չգիտեմ ինչ ձեռք բերել։ Այո, ո՞նց է իրավունք տվես այս բաներ խոսել։ Կամ դա ճիշտ է թե սխալ է։ Կամ ինչ եք ուզում անեք։ Ինչի եք անընդհատ Հայաստանը ներսում եւ դրսում դարձնում թիրախային։ Այստեղ էլ կարգու կանոն լինի թե չէ։ Հիմա դուք ասում եք էթիկայի հանձնաժողով։ Այո, էթիկայի հանձնաժողով մենք ստեղծենք։ Շատ հաճախ հնդկական կողմն է արտահոսքեր կազմակերպում։ Գիտեք ինչ, բա մենք ենք տարածում։ Պարոն Քոչարյան, այդ շահարկումներից խոսեցիք հիմա ընդդիմադիր դաշտից, օրինակ Հանրապետական կուսակցության գործադիր մամլի անդամ, նախկին փոխնախարար, պաշտպանության նախարարի Արտակ Զաքարյանը։ Չեմ պատասխանում, դա Արտակ Զաքարյանը կարծեմ 3 շաբաթ է եղել փոխնախարար կամ գուցե մի քիչ նաև արտաքին հարաբերությունների ձեր իրավա նախորդն է եղել հանձնաժողովի Չէ, եղել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է եղել։ Հա, բայց Արտակ Զաքարյան կարծեմ, եթե չեմ սխալվում, նաև քրոջ տղանա բանի Արթուր Աղաբեկյանի։ Դե այո, ամեն դեպքում չգիտեմ դա, բայց պաշտոն է զբաղեցրել եւ ոչ ցածր պաշտոն ու ասում է որ եթե օրինակ չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, ինքը ասում է իշխանազավթումը, Արցախի հարցը լուծած կլինեինք ու ասում է որ դրա պատասխանը մեռանք ասելով, եթե կարող եք լուծեք, խիչեք լուծել։ Ասում եք եթե չգայք չխանգարեիք, մենք լուծում ենք։ Մինչև գալը դուք անընդհատ խոսել եք որ լուծումը արդեն գրպաններս դրած է, խիչեք լուծել։ Ընդ որում դա վերաբերում է բոլոր 3 նախագահներին։ Անդադ բանակցային process-ը միտված է եղել հարցը ձգձգելուն։ Հարցը եթե լուծված լիներ, բնականաբար մեր ժողովուրդը կգնահատեր, որ դա խաղաղության հնարավորություն է, եւ 18 թիվը չէր լինի։ Նույնիսկ կգնահատեին ձեր կոռուպցիան, որ լավ թալանել եք, ձեր գլուխը ուտի։ Ոնց որ հիշում եք իմ հարցով զեկուցող ինչքան գովեստի խոսք էր ասում նախին կոռուպցիա, այո, Թագուհի Թոմասյանը, ինքը երազում է Սերժ Սարգսյանի կոռուպցիայի վերադարձին։ Երանի է տալիս։ Երանի է տալիս։ Աղջիկ ջան, բա դու եթե երանի ես տալի դրան, դու ո՞նց ես քեզ իրավունք վերապահում խոսել բարեվարկության եւ էթիկայի հանձնաժողովների մասին։ Այ այդտեղ է խնդիրը։ Դե ասում եք երկակի ստանդարտ։ Ասում եք դուք ավելի կոռումպացված եք, քան նախկինները։ Ղալաթ, ով է կոռումպացված։ Բա եթե կոռումպացված ենք, ինչի՞ չեք թիրախային ցույց տալի կոռուպցիայի տեղերը։ Անդադ անիֆից եք խոսում, հարց չկա։ Այնտեղ քրական գործեր կան։ Բայց երբ որ դուք խոսում եք ներկայիս կոռուպցիայի մասին, պիտի տանեք հասցե առ հասցե ասեք։ Այս սա էս ինչ պաշտոնյայի տունն է, Զոքանջի տունն է, սրանն է, որ իշխանությունից առաջ չէ, ոչ թե հիպոթեկով է ձեռք բերված, այլ կոռուպցիոն գործարքների արդյունքում է։ Դուք չունեք այդպիսի կատարած աշխատանք, բայց այսօր երբ որ հակակոռուպցիոն մարմինները ցույց են տալի ցանկ, ասենք, էս ինչ պաշտոնյային 200 հատ գույք։ Աշխարհում եք Բա կոռուպցիան պոզոպոչը, անդադ մեռանք ասելով, լավ, ձեր խմբակցության ղեկավար Սերյան Օհանյան, մեռանք ասելով, Վարդանի թաղամասում, ինչքան պետքա Վարշավ ապրի,
Լավ ցույց տա այդ վերջ այդ մարդը դուժողնով այդ մարդը հսկայական անշարժ գույք է տվել, որ իրենք Վարշավա ապրեն, այն մյուսի շինարարությունը եղավ, Ֆրանսիայի քաղաքացին ուր կորավ։ Չէ՞ գալու էր մեզի դատի տար։ Ժան-Պոլ, եսի ինչեր։ Չեկավ, չէ՞։ Բա հիմա այդ հարցերը թողենք չլուծված։ Ուզում ասեմ, որ կոռուպցիային երազողները մեկ-մեկ բլթացնում են։ Դրա համար ես իրենց անվանում եմ քաղաքական բաներ, ակրոբատներ, թռիչք, թռում են, այստեղ են։ Չգիտակցելով, որ քաղաքականություն նաև հետագիծ է։ 26-ին ընդառաջ ինչ-որ։ Ամեն ինչ կարան 26-ին ընդառաջ, բայց մեր ժողովուրդը այնուամենայնիվ նաև թացը չորից տարբերակել գիտի, էլի։ Հիմա անդադ կարան ասել ռեյտինգը անկում, այո, մեր ռեյտինգը անկում ապրի, ցանկացած իշխանություն իր կառավարման ընթացքում միշտ ռեյտինգը չի բարձրանում, որովհետև դու անում ես ոչ պոպուլիստական քայլեր եւ քո ռեյտինգը sense տենես մեկին բավարարելու, մեկին ոչ, բայց ուրիշ բան քո երկիրը ավելի անվտանգ կարած դարձնես, թե ոչ, մեր ռեյտինգի կարևորագույն ձեռքբերումը պետք է լինի խաղաղության ձեռքբերումը։ Պարոն Քոչյան, անդրադառնանք վերջում նաև մեր Արցախից տեղահանված քաղաքացիներին, որոնք հիմա գիտեք, որ պահանջներ են ներկայացնում Ազատության հրապարակում, վրան են տեղադրել, սոցիալական նաև քաղաքական պահանջներ են ներկայացնում, անընդհատ տարբեր պաշտոնյաներ են այցելում իրենց եւ օրես Ազատության հրապարակի այդ վրան այցելեց ԼՂ նախկին պաշտոնյաներից մեկը, ասաց, որ Սամվել Շարամանյանը Արցախի նախկին նախագահը անընդհատ նոր գաղտնիքներ է բացահայտում եւ նաեւ Թաթուլ Հակոբյանն էր բացահայտել այդ գաղտնիքը, որ Ադրբեջանը ցուցակ է տվել Ղարաբաղի ներկայացուցիչներին 5 պաշտոնյանի անուններ, որոնք պետք է անպայման հանձնվեն ադրբեջանական կողմին, որպեսզի արցախահայերը կարողանան անվտանգ Հայաստան վերադառնալ։ Դուք այս մասին ինչ-որ ինֆորմացիա ունեք, պարոն Քոչյան, եւ ինչու պարոն Քոչյան, որոշ պաշտոնյաներ, ովքեր կային այդ ցուցակում, կարողացան գալ Հայաստան, իսկ որոշ պաշտոնյաներ, ովքեր չկային այդ ցուցակում, հայտնվեցին Բաքվի բանտում։ Ես ասեմ, պարոն Շարամանյանին պատական չի, որ ես հրավիրել եմ քննիչ ազդաժողով եւ պատիվ իրա ինքը եկել է քննիչ ազդաժողով եւ 3 ժամ մենք իր հետ ունեցել ենք կամերաների առջև զրույց։ Այդ հարցերը սաղ տվել ենք։ Եվ եթե հետևել եք իմ հրապարակային խոսքին, ես միշտ ասել եմ, կան պաշտոնյաներ, որոնք գերի ընկնելու պետքա իրավունք չունենային։ Ինձ թիրախավորել են բոլոր այդ լրատվամիջոցների կողմից։ Ոնց կարելի է գերի չընկնել։ Ասում հենց այդպես։ Կան պաշտոնյաներ, որոնք գերի ընկնելու իրավունք չունեն։ Նայեք Բաքվի դատավարությունը եւ դրա հետևանքները ինչ կարող լինի եւ Հայաստանի համար եւ Արցախի հերանեկարի համար եւս։ Հայաստանի համար հատկապես ցուցմունքները որ գնում են։ Այո, կան պաշտոնյաներ, գերի չընկնեն։ Իսկ ով պետքա թույլ չտար առաջի հերթին իրենց անվտանգության մարմինների ներկայացուցիչները։ Անդադ Եռաբլուրն նկատեցի ներքին գործերի եւ անվտանգության նախարարին հարցեր են տալի լրագրողներ, ոնց, բայց հետո կխոսեմ, հարց չկա։ Ես կարծում եմ, որ հիմա պետքա տեղեկատվությունը փոխանցել քննչական մարմիններին, որպեսզի հասկանանք ոնց պայմանավորեցին գերինքնել, ով ինչ պայմանավորություն ձեռք բերեց։ Սամվել Շարամանյանը քննիչ հանձնաժողովի հարցը քննվելիս, այսպես ասած, հարցինի պատասխանելիս ավելի մեղմ ասենք, պատասխանեց այդ հարցին եւ դուք բավարարված եք այդ հարցից, ինչպես ստացվեց, որ այն մարդիկ, ովքեր չկային ցուցակում, հայտնվեցին Բաքվի բանտում, այն մարդիկ, ովքեր օրինակ մարդկավոր ցուցակում ըստ այդ հրապարակումների եղել է, բայց հիմա Երևանում է։ Ես մի բան կարող եմ ասել։ Այնտեղ բազմաթիվ, ուրեմն խախտումներ են եղել եւ ռուսական կողմից, որովհետեւ հուսադրող հույսները դրել են, որ նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի կարողանան ըստ էության հնարավորություն տան այդ նույն պաշտոնյաները ինչ որ ձև բազայից դուրս գան, չգիտեմ, բայց դա տեղի չունեցավ։ Հետո եղան անհատական շփումներ, տարբեր ձևաչափով, դա որ Շարամանյանի միջոցով, մյուսի միջոցով, դա էլ իրականություն չեղավ, բայց այդ բոլորով հանդերձ իրենք իրավունք ունեն գերի ընկնեն, ես նորից կրկնում եմ։ Ինչ պետք է անեին, պարոն Քոչյան։ Ինչ պետք է անեին։ Իրենք Արցախը լավ գիտեին եւ Արցախից դուրս գալու բոլոր ճանապարհները գիտեին, կամ իրենք սխալ կառավարիչներ են եղել տարածքի վրա։ Այնտեղից դուրս գալու այնքան ճանապարհ, մենակ հո այդ անցակետը չէր։ Ես մի առանց անուն տալու ասել եմ մի հոգի, որը համարել է, որ ռիսկային է, որ ինքը կարող անգնի ադրբեջանցիների ձեռքը, ինքը այնպես է դուրս եկել,
Իհարկե, այդ բանով, կամուրջի վրայով։ Սամվել Բաբայանը։ Ոչ։ Չեմ ասի։ Բայց կա մի հրամանատար, որը դուրս է եկել այնպես, որ ոչ ոք չէր մտնի, ստուգեր, թե ոնց ինչ կա այդ բանի մեջ։ Մեքենայում։ Այո։ Պարոն Քոչյան, նաև լավ, ինչ եմ ուզում ասեմ, որ բայց նույն ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մտածել, որ գերի չեն գնի։ Հիմա օրինակ էլի ինձ հարցազրույցը լսեցու ասելու են ոնց կարելի է որ դուք հիմա մեր Արցախի ղեկավարությանը գերի ընկնել քննադատում եք։ Այո, գերի ոչ մի ղեկավարություն հակամարտող կողմին ընկնելու իրավունք չունի։ Այդ ոնց է մենք Աբաջանի հերոսական գործողությունը գնահատում ենք, որը որ իր գործողությամբ նաև օրինակելի է որպես հերոս Ռոբերտ Աբաջանի մասին է, բայց երբ որ առանց որևէ բացատրության, հիմա հեշտ է ասել, որ մենք եթե չհանձնում ենք Ադրբեջանին, բոլորը ոչ մեկը հնարավորություն ուներ դուրս գալու։ Այդ դեպքում կներեք, հարց առաջանում, բայց դուք երբ որ այդ քայլերը անում եք, հա, իշխանափոխություն եք իրականացնում, հաշվում եք, որ քայլից հետո ինչ անելու։ Հիմա ասում են ռուսների աջակցությամբ լավ են, ասում են հեսա օրերի ընթացքում հիմա շարժման տեղ չեմ թողում։ Դուք հարց տվեցիք, Շարամանյանը տեղյակ է, թե ով ոնց է այդ պայմանավորությունները իրականացել, ասում եմ, այո։ Այդ դեպքում այդ բաները, երբ որ եղել են, այնտեղ եղել է ազգային անվտանգության ծառայության տնօրենը ինքը պատրաստ է եղել մնա, եւ վերջի պահին է որոշվել, չէ, ինքը թող դուրս գա։ Արցախի հանրապետության շատ ազգային անվտանգության եւ մեր գեներալներից մեկն է։ Մի ուշագրավ բան եւս լուծարել Արցախի հանրապետության օրենսդիր մարմինը, սա եղել է Բաքվի պահանջը, բայց հաջողվել է խուսափել այդ կործանարար պահանջից։ Սա եւս Սամվել Շարամանյանն է հայտարարել։ Բան չհասկացա, ինչ ասել։ Բան չհասկացա։ Ադրբեջանը որտեղից հայտնվեց պարոն Շարամանյանը, ոնց դարձավ, ինչ քաղաքական հեռանկարի հույսով էին իրականացնում ուրեմն Արցախում իշխանափոխությունը։ Ինչի՞ չգնացին այդ ճանապարհով։ Ինչ էին ոգևորված, որ այդ իշխանափոխությունը պետքա տեղափոխվի Հայաստան։ Ինչն էր դրդապատճառը։ Ամեն ինչ հնարավոր է, բայց ես հիմա դրա մասին չեմ խոսում։ Ես ուզում եմ խոսեմ, որ եթե այտենց հեշտությամբ ձեզ կարան խաբեն։ Վերջինաշուտ բոլորս դուրս եկան խաբված։ Այսօր Արցախը հայաթափված է, բայց հայաթափված է, բայց գոնե մենք մարդկային կյանքեր են փրկվել։ Հիմա Հայաստանը այդ մեր կարևորագույն մարդկային ռեսուրսը պետք է կարողանա այնպես անի, որպեսզի իրենց տեղը գտնեն Հայաստանում եւ օգտակար լինեն մեր երկրի անվտանգության, ոչ միայն անվտանգության, ընդհանրապես մեր երկրի կյանքում իրենք կարևոր դերակատարում պետք է ունենան։ Ձեզ ասեմ, որ նաեւ շատ զինվորականներ, ուսադիր կրողներ իրենք չեն զլացել եւ այսօր էլ մենք օրենքով նաեւ նախատեսել ենք հնարավորություն, որ իրենք իրենց աշխատանքը գտնեն եւ ազգային անվտանգության ծառայությունում, եւ զինված ուժերում եւ այլն։ Եվ դա նորմալ է։ Եվ պետքա Արցախահայությանը այդպես զգացմունքների վրա չդարձնել քաղաքական գործիք։ Արցախահայությունը պետքա համախմբված մասնակից լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության կայացման ուժեղացմանը եւ խաղաղության հասնելուն։ Դրանից մենք ունենանք ապագայում հեռանկար, որպեսզի համերաշխ լինենք Հայաստանում եւ այդ համերաշխությունը, որ մեզ բարձրացնելու հնարավորություն։ Վերջին հարցս պարոն Քոչյան, այդ կոնտեքստում 2026 թվականի ընտրություններից առաջ ներքաղաքական ինչ process-ների ականատես կարող ենք լինել, նաեւ այդ համատեքստ հաշվի առնելով, որ հիմա արդեն այսօրվանից փորձ է արվում արցախցիներին քաղաքական process-ների մեջ ներքաշել, բայց մանիպուլացնելով, ստելով, կեղծելով եւ իրենց զգացմունքները մենք որպես իշխանություն պարտավոր ենք ամեն ինչ ճիշտ ասենք, խոսենք մեր ժողովրդի հետ։ Եվ նաեւ մեր ժողովուրդն էլ պետքա տեսնի, որ գործող իշխանությունները իր խոստումների եւ իր առածների մեջ ունի նաեւ թերացումներ, ունի նաեւ ձեռքբերումներ։ Բաներ կա, որ մենք չենք կարող խոսել, բայց 26-ից առաջ անպայման կխոսենք եւ ժողովուրդը պետք է իմանա այն ինչի մասին մեզ թիրախավորել էին։ Այնուամենայնիվ համապատասխանում է իրականությունը թե չէ։ Տնտեսությանը վերաբերվող, կառավարմանը վերաբերվող, կադրային քաղաքականությանը վերաբերվող մենք մեր անկեղծությունն է, որը որ պետքա ժողովրդին համոզիչ լինի։
26-ից առաջ գործող պարլամենտական ընդդիմությունը ոչ մի նոր բան չի ասել։ Բնականաբար, քանի որ փողոցում ասելիք չունեն, անդադ փրկիչներ են փնտրում, վերջի փրկիչն էլ զրկվեց հոգևոր իր առաջնորդությունից եւ հիմա զբաղված է, չէ, սարսափ չէ, հիմա ինքը բայղուշ է, սովորական բայղուշ։ Եվ իր վերջի խոսույթը դա վայել է հոգևորական։ Նայեք Վազգեն Սրբազանը ինչպես որպես հոգևորական Էստոնիայում, այո, ինչպես հարաբերվեց երկրի ղեկավարի պաշտոնական այցի հետ կապված այդ շփմանը եւ տվյալ հոգևորականը, որը արտահայտություններ է անում եւ չի հասկանում ինչա խոսում։ Թիրախավորում է, ինչ է թիրախավորում։ Իմ գործընկերներին եւ ինձ եւ մնացածին ինչ է թիրախավորում։ Չէ՞ որ հոգևորականի գործը մաքուր միջավայր ստեղծել եւ պահելն է։ Ներողամտությունը։ 26 թվականի ընտրություններից առաջ նույն թիմով եք գնալու ընտրությունները եւ դուք լինելու եք ցուցակում։ Բնականաբար քաղաքական process-ներ կան եւ այդ process-ները ցուցակները ձևավորվում են որոշակի ձևաչափերով եւ քաղաքական թիմը ինքը վերլուծելով նաեւ այդ ճանապարհը պետք է անցնենք, ցավոտ ճանապարհ է։ Այդ ճանապարհը շատ ցավոտ է, մենք պետք է անցնենք եւ այդտեղ էլ պետք է մենք բոլորս մեկս մյուսի նկատմամբ լինել անկեղծ։ Ինչի են հիմա լրատվամիջոցները դարձել հարվածային ուժ, որտեղ ընդդիմությունը ուրիշ ուժ չունի ձևավորած հասարակությունից կտրված է, բայց փող ունեն շատ եւ ստեղծում են լրատվամիջոցներ, տրիբյուն եւ այլն, այդպես տրիբյուններ, բոլորը տրիբյուն են, մեկ էլ տրիբյուն ստեղծում են, ուրեմն Հռոմում, երբ որ լեգիոներները այդպես անհատապես թիրախավոր են։ Չեմ թիրախավորում։ Դե դուք բնականաբար պետք է ձեր գործընկերներին պաշտպանեք։ Ես չեմ թիրախավորում։ Այ մեզ իրանք թիրախավորում, ես ասում եմ, մեզ թիրախավորելուց առաջ եկեք հասկանանք մեր հարաբերվածությունը էթիկայի չափորոշիչներով որտեղ է։ Ինչ իրավունք դու քեզ ես վերապահում, ես էլ ունեմ իրավունքներ։ Դու կարաս հարց տաս, ես կարամ չպատասխանեմ, ասում եմ, չէ։ Ճշտեք ինչ ասում։ Տիկինը։ Թովմասյան Թագուհին։ Այո։ Դա իմ սահմանական իրավունքն է, հարց տիտամ դուք պատասխան։ Իա։ Այդ ոնց։ Դա իմ սահմանադրական, ասենք սահմանադրության բաժնեն էլ այս մարդկանց պետք է բացատրել, բայց այդ չի։ Լրատվամիջոցներին դարձնել թիրախ քաղաքական խառնակցության մեջ կարևոր դերակատարում տալ, դա արժեզրկում է հենց լրատվությունը։ Թող լրագրողները իրական մտածեն, ինչի համար են իրանք լիցենզավորված եւ հասարակության որպես միջնորդ քաղաքական ուժերի, իշխանության թևերի, իրենք պետք է ներկայացնեն ճիշտն ու սխալը, բայց իրենք անդադ սխալը, սուտը ներկայացնելով իրենք իրանց են թիրախավորել։ Ես չեմ ուզում իրաց մասին խոսեմ, որտեվ իրենց թիրախավորելով իրենց լսարանն է փոքրանում։ Նեղ ում համար է այդ լսարանը։ Լավ, ինչքան կարելի է մեզ վարկաբեկել, լավ վարկաբեկեցիք, բայց այդ սուտը, որ ասում եք, սուտը պիտի կապնի։ Եվ որ ասում եք սա, էսա թալան է, բայց դի թալանի գողորի տեղն էլ ասես։ Եվ որ տեղը չես ասում, օդ։ Մեռան։ Լավ, ին վրա բերեմ օրինակը, որովհետեւ մյուսները չնեղանան։ Անդադ խոսում են։ Շատ լավ, խոսում էին վերջերս իմ գիտնական տողու մասին։ Ես ասում եմ, ես հպարտանում եմ որպես ծնող, սա էլ իր կատարած աշխատանքը, որով ինքը ներկայացնում է հանրությանը, տարբեր հեռուստաընկերությունների միջոցով, իր գիտական մասերը։ Պետք է հպարտանանք, բայց դրանից ավել մի թիրախավորեք իմ ընտանիքը։ Դուք պետք է հպարտանաք նաև իմ տղայով։ Բայց ձեր տղան չի ծառայ, բայց ասում եմ, իմ փոքր տղան պատերազմ է անցել։ Եթե ես դու բանակից ազատ ես, փոքրին պիտի ազատեի։ Ուրեմն խնդիր կա, չէ՞։ Մեծին ավելի շատ եք սիրել։ Չէ։ Բայց բոլորին էլ սիրել են եւ պետք է բոլոր երեխաներին սիրես որպես ծնող, բայց դա չի նշանակում, որ տեսեք, մենք պատերազմի ընթացքում բազմաթիվ բարձր պաշտոններ են, որոնց երեխաները պատերազմ են անցել։ Ես չեմ ուզում սաղի անունը տամ։ Բայց թիրախավորվել են միայն ինձ։ Ինչի՞, որովհետեւ ես պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահն եմ։ Գուցե չէ, դա այդպես է։ Այսինքն ինչ եք ուզում համակարգված, ուզում եք մեր մինչև 26 թիվը մեզ ամեն մեկի sense դա ցեխաջուր շպրտեք, ապացույցներ չներկայացնելու, ասեք գնացեք դատարան, չէ։ Մենք պիտի կարողանանք նաև հակադարձենք ձեզ, եւ ես չեմ զլանում, մեկ հակադարձում եմ, նաև օգտագործում եմ սաղմոսների հնարավորությունը, բայց մի նեղացեք, այն ինչ որ ես ասել եմ, ես ձեզ չեմ վիրավորել։ Այն ինչ որ ասել է ձեր հոգևոր առաջնորդը, այնա ձեզ վիրավորել է։ Շնորհակալ եմ, Ես էլ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։